Բարև ձեզ, Սարվատ Էմանը, իմ այսօրվա հյուրը քաղաքագետ Հարություն Մկրտչյանն է, բարև ձեզ, Պարոն Մկրտչյան, հանրությունը, փորձագիտական շրջանակները, քաղաքական գործիչները արդեն երկու օր մեկնաբանում են Վաշինգտոնում ստորագրված հայտնի հայտարարությունը, որը իրականում հաստատի Թրամփի ուղու կամ թրիպի, այսպես ասենք, գործնական առաջին քայլն էր, ինչ կտա այդ փաստաթուղթը մեզ, ոնց կմեկնաբանեք, ընդհանրապես ոնց եք ընդունել այդ փաստաթղթի ստորագրումը։ Շնորհակալ եմ հրավերի համար, սա իրականում օգոստոսի 8-ի պատմական ձեռքբերված պայմանավորվածությունների շարունակությունն է։ Օգոստոսի 8-ը իր հերթին նոյեմբերի 9-ի փաստաթղթի առոչինչ ճանաչելն է իր 9-րդ կետով։ 9-րդ կետի առանցքային բաղկացուցիչ մասներ կազմում Զանգեզուրի միջանցք ադրբեջանական տրամաբանությամբ եւ թուրքական աշխարհի տրամաբանությամբ ու պատկերացմամբ, ռուսական ճակերտավոր տրամաբանությամբ դա ռուսական ՖՍԲ-ի վերահսկողության տակ գտնվող ճանապարհի մասին էր։ Իսկ օգոստոսի 8-ը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի ընդգծման մասին է, օգոստոսի 8-ի ձեռքբերված պայմանավորվածությունները եւ թրիփը այդ համատեքստում ներդրումային մեծ ծրագրի մասին է, որը իր հետ բացի նրանից, որ շատ մեծ ծավալի ֆինանսական ներդրումներ է ապահովելու Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը եւ Հայաստանի Հանրապետությունը լոգիստիկ կենտրոն եւ խաչմերուկ է դարձնելու, նաեւ իր մեջ քաղաքական բաղադրիչ է պարունակում, որ դրա մեջ ներգրաված է Միացյալ Նահանգները 74% բաժնեմասերը պատկանում են Միացյալ Նահանգներին եւ այլևս խոսել Զանգեզուրի միջանցքի մասին կամ պատասխանել Զանգեզուրի միջանցք եզրույթով մեզ այդ խոսողներին կարիքը չկա։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն է այստեղ ընդգծվում, փաստաթղթի մեջ վերջին հրապարակված փաստաթղթի մեջ առհասարակ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սուվերենության մասին մի քանի պարբերության մեջ հատուկ ընդգծվում է։ Սա այն է, ինչ որ մենք ուզում էինք։ Շատերն ասում են, արդյոք սա Հայաստանի Հանրապետության շահերից է բխում։ Դե կներեք, էլի Միացյալ Նահանգների պես պետության հետ դաշնակցային հարաբերությունները խորացնել, այսպիսի մեգա ներդրում ապահովել Հայաստանի Հանրապետության հարավային դարպասների մոտ, եթե սա Հայաստանի Հանրապետության շահերից չի բխում, այդ դեպքում ի՞նչն է Հայաստանի Հանրապետության շահերից բխում կամ բխել, տարիներ շարունակ Ռուսաստանի Դաշնության տակ պարկած, Ռուսաստանի Դաշնությանը գույքը պարտքի դիմաց հանձնած, իրականում ենթակառուցվածքներն ավիրված այդ իրավիճակն է մեր շահերից բխել։ 30 տարի շարունակ այդ իրավիճակն ենք ունեցել։ Թրիփի համատեքստում ենթակառուցվածքների մասին ես խոսեցի, ես առանձնակի ուշադրություն եմ ուզում հրավիրել Հարավկովկասյան երկաթուղիների վրա։ Սա հարց է, որը պետք է ստանա իր տրամաբանական պատասխանը եւ կարճաժամկետ պատասխանը։ Առայժմ ես նկատում եմ, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը խնդրանքների դաշտում է դիմում ռուս գործընկերներին, որպեսզի հրատապ ներդրումներ կատարեն այդ ենթակառուցվածքների վրա, բայց ես կարծում եմ դա առայժմ խնդրանքի ձևաչափով է, ես կարծում ժամանակը սուղ է, ռուսներն ունեն շատ քիչ ժամանակահատված պատասխանելու համար, իրենք առիթը բաց չեն թողնում, չէ, անընդհատ հայտարարելով, որ թրիփի մեջ ուզում են ունենալ ներգրավվածություն, այնտեղ փնտրում են նաև իրենց շահերը, կարող են ներգրավել այդ process-ի մեջ, բաց է։ Հարավկովկասյան երկաթուղիները կարող են ներդրումներ անել, իսկ իրականում եթե մենք դուրս գանք այդ ձևականությունների դաշտից, կարծում եմ Հայաստանի Հանրապետության իշխանությունը պետք է անհապաղ սկսի գործընթաց Հարավկովկասյան երկաթուղիների պետականացման հեծի օրինակով եւ պետականացնի Հարավկովկասյան երկաթուղիներին պատկանող այդ գնացքների ցանցն ու ճանապարհը ենթակառուցվածքը, հատկապես այն պարագայում, որ Հարավկովկասյան երկաթուղիները պայմանագրային պարտավորվածություններ ունեն մեր առաջ ստանձնած, որոնք վաղուց խախտվել են, չարաշահումների են մակարդակն ու չափերը, որ այնտեղ տեղի ունեն, ու դրա մասին ես ավելի լավալռեմ, կարծում եմ Հայաստանի Հանրապետության պատկան մարմինները շատ քաջատեղյակ են այդ չարաշահումների մասին եւ դրա հետևից կգնան։
որովհետև գիտեք թրիփի մասին խոսել տարածաշրջանային խաչմերուկի մասին խոսել, որ Հայաստանի Հանրապետությունը տարածաշրջանային կոմունիկացիաների հանգույց կարող է լինել, բայց միևնույն ժամանակ ենթակառուցվածքների ամենակարևոր հատվածը, երկաթգիծը հանձնել կամ շարունակել Հայաստանի Հանրապետության թողտվությամբ թողնել ռուսների ձեռքին, սա անմտություն է, հատկապես այն պարագայում, որ Արևկովկասյան երկաթուղիները ֆինանսական այն կայունության վրա չեն գտնվում, այս պահին լուրեր են պատտվում, որ անգամ Մոսկվայի կենտրոնում երկնակերն են իրենք վաճառքի հանել պարտքերը փակելու համար, այս համատեքստում մենք պետք է մի փոքր երկարաժամկետ մտածենք եւ ավելի ֆունդամենտալ մոտենանք խնդիրներին։ Պարոն Մկրտչյան, տեսեք, թրիփի հետ կապված ամբողջ գործընթացը քննադատում են նրանք, ովքեր ծափարում են նոյեմբերի 9-ի համար ու համեմատելով են ծափարում։ Ասում են, ինչ տարբերություն ռուսներին չենք տալիս ենք ամերիկացիներին ու հատկապես այն շրջանակները, որոնք սնվում են ռուսական կամ այսպես ասանք Կրեմլի։ Եկեք ֆիքսենք, որ մենք որևէ մեկին ոչինչ չենք տալիս։ Ամերիկացիներին էլ չենք տալիս։ Ամերիկացիները իրենք են երկկողմ Հայաստանի հետ, Հայաստանի Հանրապետության հետ բանակցած փաստաթղթում արտացոլել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության կարևորությունը, սուվերենության կարևորությունը, տարածքային ամբողջականության կարևորությունը, եւ որ ամենակարևորն է թրիփը Հայաստան, Միացյալ Նահանգներ երկկողմ պայմանավորվածությունների արդյունք է, երկկողմ համագործակցության արդյունք է։ Եվ հատուկ կետ կա, եթե որևէ երրորդ երկիր ունի շահագրգռվածություն այդ ծրագրի մեջ ներգրավվածություն ունենալու, դա պետք է լինի երկու կողմի համաձայնությամբ եւ կոնսենսուսով։ Իսկ ինչ էին առաջարկում ռուսները։ Առաջարկում էին Սյունիքով Միջանցք, որը լինելու էր եւ ծառայելու էր բացառապես Նախիջևան-Ադրբեջան կապներ ապահովելու, Ադրբեջան-Թուրքիա կապներ ապահովելու, Թուրքիա-Ռուսաստանի Դաշնություն կապներ ապահովելու։ Որտեղ է մեր շահը։ Որտեղ է այստեղ մեր շահը այն պարագայում, երբ որ ռուսները մի քանի անգամ նաեւ մեր ինքնիշխան տարածքը անգամ չեն ճանաչել։ Լինելով ռազմավարական դաշնակից 97 թվականի փոխօգնության պայմանագրի մաս, բազմիցս մեր տարածքային ամբողջականությունը չեն ճանաչել։ Գիտեք, լկտիությունը, շանտաղությունը կներեք արտահայտությանս համար չափ ու սահման պետք է ունենա, էլի։ Ես հրավիրում եմ Հայաստանի Հանրապետության պատկան մարմինների էլի ուշադրությունը, իրավապահ համակարգի ուշադրությունը։ Մենք խոսում ենք հիբրիդային պատերազմից, մենք խոսում ենք հիբրիդային պատերազմի կիրառումից մեր դեմ, որի նպատակը Հայաստանը ներսից կամ պայթեցնելը կամ պայթեցնելն է կամ հպատակեցնելը որևէ աշխարհաքաղաքական կենտրոնի, հյուսիսային կենտրոնի, Ռուսաստանի Դաշնությանը։ Եթե մենք սրա մասին խոսում ենք, իսկ մեր աչքի առաջ մեր երկրի ներսում ոմանք թուրքական, ադրբեջանական եւ ռուսական նարատիվեր են բերում ու գործի մեջ դնում։ Դեռ մի բան էլ պահանջում են, որպեսզի պետության ղեկավարները հետ կանգնեն հակակշռող եւ իրականում Հայաստանի Հանրապետության շահը սպասարկող որոշումներից, այստեղ մենք մտածելու բան ունենք։ Լրջորեն մտածելու բան ունենք, հատկապես 2026 թվականի խորհրդարանական հերթական ընտրությունների նախաշեմին։ Հակառակ պարագայում ինչի մասին ենք մենք խոսում։ Հիբրիդային պատերազմը կամ դրա գործիքները հոպոզով փոչով չեն լինում, ու ինչ որ անտեսանելի կենթանիներ չեն։ Ակնհայտ է, չէ՞, մեր աչքի առաջ են։ Ինչ թեզեր են բերում, ինչ թեզեր են սպասարկում։ Կներեք, իսկ այդ նույն շրջանակները Սոլովյովին բան ասել են այդ վերջին հայտարարության մասով։ Այդ նույն շրջանակները առհասարակ ռուսական ծրագիրը, որ բերում են առաջ, ինչ են առաջարկում։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ինչ են առաջարկում։ Կամ լավ անգամ ընդունենք, եթե այդպես է եւ ռուսական ծրագիրը կարող էր կյանքի կոչվել։ Ռուսական ծրագիր չկա առհասարակ։ Դա Հայաստանի Հանրապետության հարավային դարպասները Ադրբեջանին հանձնելու ժամանակի մեջ հանձնելու ծրագիր էր։ Սյունիքը Հայաստանի Հանրապետությունից կտրելու եւ Լեռնային Ղարաբաղի օրինակով ուղղակի ադրբեջանցիներին սկուտեղի վրա մատուցելու ծրագիր էր։ Չէին տեսնում։
նորություն է սա իրենց համար։ Բարմեկցյան անդրադառնանք Սալավյովի հայտնի հայտարարությանը կամ սպառնալիքին, ձեզ դա հիվանդ երևակայություն ունեցող մարդու պորտկում էր, թե այսպես ասենք Կրեմլը ինչ-որ բան ուզում էր հասկացնել Հայաստանին տողատակերով իր խոսափողի միջոցով։ Մենք բազմիցս ենք ասել ենք, որ Ուկրաինայում տեղի ունեցած սկսված եւ շարունակվող պատերազմը Ռուսաստանի Դաշնության մի նպատակ ունի՝ վերականգնելու հետխորհրդային սովետական միությունը, հետխորհրդային պետություններին իրեն հպատակեցնելու ծրագիր էր։ Սա սրա մասին է։ Ուկրաինայի հարցերը լուծելուց հետո, իր պատկերացրած լուծմանը հասնելուց հետո Վլադիմիր Պուտինի ախորժակը չի փակվելու։ Դա տարածվելու է Մոլդովայի ուղղությամբ, դա տարածվելու է Հարավային Կովկասում։ Սա սրա մասին է։ Դե գիտեք, Սալավյովի պատասխանն էլ կարծում եմ, եթե մի փոքր դեժավյուի մեջ եմ ես հայտնվել այս իրավիճակում։ Տեսեք, Սալավյովը խոսում վայրահաչում է Հայաստանի Հանրապետության ուղղությամբ, չգիտես ինչու Հայաստանի Հանրապետության իշխանությունները կամ իշխանության առանձնակի ներկայացուցիչները այսպես փորձում են Սալավյովին պատասխանելու դաշտ քաշել մարդկանց, ովքեր Սալավյովների հետ կերեղ խմե ռուսական սաունաներում, չգիտեմ, հայկական կոնյակ են խմե, մեշկներն են տրորել, ու այդ մարդկանցից պահանջում են պատասխան։ Այնինչ Հայաստանի Հանրապետությունում ես կարծում եմ, այդ Հայաստանի Հանրապետությունը այդ պատասխանը դեռևս չի տվել ցավոք սրտի։ Դիվանագիտական պատասխան, որպես այդպեսին, պետք չէր ակնկալել եւ պետք չէր տալ, որովհետեւ Սալավյովը ինքն իրենով դիվանագիտական ֆիգուր չի։ Նա շարքային դուրս պրծուկ է, շարքային պրոպագանդիստ է, Պուտինի անձնական օգտագործման պրոպագանդիստն ու թաշկինակն է։ Ոնց պետք էր պատասխանել իրավական դաշտում։ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը պետք է գործ հարուցեր Սալավյովի նկատմամբ եւ հայտարարեր միջազգային հետախուզում։ Սա է պատասխանը։ Հակառակ պարագայում Կոպերկինին կանչել եւ բողոքի նոտա տալ, դա նույնն է թե ոչինչ չանել, նույնն է թե չպատասխանել։ Քանի անգամ է Սալավյովը թեքե Հայաստանի Հանրապետության ուղղությամբ։ Քանի անգամ է Հայաստանի Հանրապետության արժանապատվությունը, ինքնիշխանությունը, սուվերենությունը, տարածքային ամբողջականությունը ոտնահարող հայտարարություններ արել։ Սա առաջին դեպքը չի, չէ։ Բազմից եղել է։ Դրա համար էլ հանրային մուլտիպլեքսից իր հաղորդումն անջատվել է։ Եթե դեպքերը շարունակական են, սրան պետք է տրվի իրավական գնահատական։ Եկեք էլի հեռու չգնանք, հարևան Ադրբեջանը նայենք, թե ինչպես է արձագանքում այսպիսի իրավիճակներում։ Ուղղակի Ադրբեջան մուտքի վրա արգելք է դրվում եւ քրեական գործ է հարուցվում, կամ քրեական գործ է հարուցվում եւ իրավապահ մարմինները որոնում են իրեն աշխարհի որ անկյունում էլ որ լինի, թղթով ականջից բռնած բերում կանգնեցնում են պատասխանատվության առ։ Սա է պետությունը։ Գիտեք, պետության մասին հայտարարություններ, որ անում են բարձրակոչ, պետության դրսևորումներից մեկն էլ սա պետք է լիներ։ Ես ակնկալում ու պահանջում եմ գլխավոր դատախազությունից, որ իրավական գնահատական տա Սալավյովի արած հայտարարություններին։ Իսկ արտաքին գործերի նախարարությունը կարող է հանգիստ նստել իր տեղը։ Սալավյովը դիվանագիտական ֆիգուր չի, որ դիվանագիտական խողովակներով պատասխանես։ Բարմեկցյան, այսօր հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխվել, այսինքն տնային կալանքից նորից վերադառնում է բանտ, ընդհանրապես այս ֆիգուրին ոնց կանդրադառնաք, ոնց կմեկնաբանեք իր գործունեության, հատկապես իր ընտանիքի անդամների գործունեությանը, որոնք ակտիվ քաղաքական process-ների մեջ են փորձում մտնել։ Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունների մեղքի չափաբաժինը այստեղ էլ կա։ Հանուն արդարության ես պետք է ասեմ ու պետք է իլուր մեր հայրենակիցների ասեմ։ Կներեք, իսկ ձեր համար տարօրինակ չի օրինակ։ Ես կարծում եմ, որ լուր կոնսենսուս կա, լուր համաձայնություն կա, չեմ ասում, որ կուլիսներում հանդիպել եւ պայմանավորվել են։ Առնվազն այդպես է ստացվել իրերի դասավորվածությունը, որ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետությունում ընդդիմության փոփոխություն է իրականացնում, գոնե թե ընդդիմության, ել չեմ ասում, որ իշխանության հայտ են ներկայացնում։ Իսկ Հայաստանի Հանրապետության իշխանություններն այդ խայծը կուլ են տալիս։
Սամվել Կարապետյանի խնդիրը իրավական դաշտում պետքա լուծում ստանա։ Ինչ վերաբերում է նրա ընտանիքի անդամների քաղաքական հավակնություններին եւ ներկայացրած հայտին, ինչի Նարեկ Կարապետյանի պես մտքեր արտահայտողներ կան այս երկրում, ինչի Նարեկ Կարապետյանի պես քննադատողներ կան այս իշխանությունների, այդ որ փայլուն գլխում է միտք ծագել, որ Նարեկ Կարապետյանը կարա լինի ինդիմություն իշխանության թողտվությամբ, առանձին դեպքերում նաև օգնությամբ։ Ինչու եմ ես այս մեղադրանքի իշխանությունների ուղղությամբ հնչեցնում։ Շատ պարզ է։ Չի կարելի անմտություններին, անմիտ մտքերին անընդհատ հակադարձել եւ պատասխանել։ Այ օրինակ, ես իշխանություններին շատ տարբեր հարցերում թե համակարծիք եմ եւ նաեւ կան հարցեր, որոնց հետ կտրականապես տարբերվում է մեր տեսակետները։ Քանի անգամ եք տեսել ազգային ժողովի падգամավորն իր դեմքով ինձ հակադարձի։ Տեսել եք այդպիսի դեպք։ Չեք տեսել։ Իսկ գիտեք ինչու չեք տեսել։ Որովհետեւ ես ձեռնտու առնվազն ընդդիմություն չեմ, ել չեմ ասում ձեռնտու մրցակից չեմ։ Ձեռնտու մրցակիցը Նարեկ Կարապետյանը, որի հորեղբայրը Սամվել Կարապետյանն է։ Հրաշալի։ Ալեն Սիմոնյանը մի առիթով ասել էր Աստծու կողմից տրված պարգև է այս ընդդիմությունը։ Ոնց որ Քոչարյանասերժական խմբակներ իրենց համար Աստծու կողմից տրված պարգև իբրև ընդդիմություն։ Վստահեցնում եմ 3 անգամ ավելի շատ Սամվել Կարապետյանն Աստծու կողմից տրված պարգև ընդհանուր բառի ուղիղ իմաստով գուցե նաև օրվա իշխանությանը եւ սա լավ տեղ չի տանում։ Մենք խոսում ենք քաղաքական դաշտը առողջացնելու մասին, Հայաստանի Հանրապետության իշխանությունները գնում են Եվրոպական միության դեմքերի մոտ եւ ստանում են հիբրիդային պատերազմի դեմ պայքարելու համար միլիոնավոր դոլարներ, բայց գալիս են Հայաստանի Հանրապետություն եւ հիբրիդային պատերազմի կրակը իրենց ջանասիրությամբ, իրենց պատասխանելով բորբոքում են։ Ես նաև Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության արտակարգ եւ լիազոր դեսպանին եմ, պարոն Մարագուսին եմ դիմում, որպեսզի այս հարցում եւս ուշադիր լինի եւ օրվա իշխանությունների հետ նաեւ կոնսուլտացիաներ իրականացնի, որովհետեւ Եվրամիությունը այդ օգնությունը երբ որ տրամադրել եւ տրամադրում էր Հայաստանի Հանրապետությանը, հստակ օրինակներ էր մատնանշվում, թե ինչպես պետքա պայքարել Մոլդովայի օրինակով։ Իսկ այդ համատեքստում ես կարծում եմ, որ Սամվել Կարապետյանը ձեր հարցին ի պատասխան եւ նրա ընտանիքը քաղաքական process-ներից պետքա դուրս դրվեն օրենքով։ Օրվա իշխանությունների առաջ սա իբրև պահանջ եմ ձևակերպում եւ դնում։ Հակառակ պարագայում կներեք Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, եթե անգամ այս ընտրություններին կրկին անգամ այդ բևեռացվածության մթնոլորտով գնան ընտրությունների, վստահեցնում եմ ձեզ, նախ 4-րդ շրջանի իշխանության թույլ չեն տալու քաղաքացիական պայմանագիրը մոտ կա եւ երկրորդ երկիրը կարող է турբուլենտ ինչ-որ շրջանի մեջ ներթափանցել, որը մեր շահերից չի բխում։ Մեզ պետք է խորհրդարան, որը լավը կլինի սրանից։ Իսկ այս խորհրդարանի արդյունավետության մասին խոսելը դա չգիտեմ որ ժանրից է։ Հիմա ինչ ենք ուզում։ Դեմքերի եւ դիրքերի տեղափոխությամբ կրկին անգամ թևակողել նույն այդ բանի մեջ, հա, ռուսահապատակներ խորհրդարանական եւ գլոբալիստական ինչ որ չգիտեմ կամ մեծ շահեր սպասարկող իշխանություն, որը իր շահերը փորձում է համադրել կամ բալանսավորել բոլորի հետ։ Սա արդյոք Հայաստանի Հանրապետության շահերից է բխելու։ Արդյոք Հայաստանի Հանրապետության խորհրդարանում պետք չի ուժ քաղաքական, որը հստակ կդնի իշխանության առաջ պահանջ օր առաջ դուրս գալու հապկից, օր առաջ Եվրամիության հետ ստանդարտների համապատասխանեցման գործընթաց սկսել եւ ամեն ինչ անել, որպեսզի երկրում դա կայանա, ոչ թե հայոյելով իշխանությանը, այլ ձեռքի տված ուսուսի տված կայացնելով ինստիտուտներ։ Արդյոք մեզ սա պետք չի։
Արդյոք Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի հոգնել այս ամեն ինչից, այս գզվռտոցից ու հերթական ինչ որ նոր գզվռտոց են մեր առաջ պատրաստվում բեմականացնել։ Ես այդ կարծիքին եմ, եթե իշխանությունները նախ արդյունավետ չծախսեն Եվրոպական միության կողմից տրամադրված միլիոնավոր դոլարները եւ երկրորդ, եթե կոնկրետ հիբրիդային պատերազմի գործիքներին Հայաստանի Հանրապետության գլխին, Հայաստանի Հանրապետության ինստիտուտների, պետական ինստիտուտների գլխին հարվածող մահակ չաճեցնեն։ Իսկ ես այդ մտավախությունը հնչեցնում եմ եւ ուշադրությունն եմ հրավիրում Հայաստանի Հանրապետությունում գործող Եվրոպական միության 27 երկրի դեսպանատներին, որոնք ունեն դեսպանատներ Հայաստանի Հանրապետությունում։ Առանձնակի ուշադրություն եմ հրավիրում, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունում ի վերջո քաղաքական դաշտը պետքա կայանա ու առողջանա։ Ու որևէ մեկը թող չփորձի մանիպուլյատիվ գործիքակազմի կիրառմամբ դրա դեմ նառնել։ Որովհետեւ դա գուցե ստացվի, կրկնում եմ, գուցե ստացվի, բայց դա հղիա վտանգներով եւ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը կրակը չի ընկել ոչ մեկի քաղաքական ամբիցիաների ձեռքը։ Պարոն Մկրտչյան, տեղափոխվենք եկեղեցի, արդեն ամիսներ շարունակ այս ճգնաժամը շարունակվում է, բայց լուծումը չի երևում, նույնիսկ բազմաթիվ հոգևորականներ միացել են այն շարժմանը կաթողիկոսի փոփոխության, բայց միևնույն է վեհապարը չի գնում։ Ոնց է լուծվելու այս հարցը։ Վեհապար չի։ Ում համար վեհապարա, ում համար շարունակում է լինել Կտրիչ Ներսիսյան, իմ համար եղել է Կտրիչ Ներսիսյան եւ շարունակում է մնալ Կտրիչ Ներսիսյան։ Սա հատուկ եմ ընդգծում, այս օրերին եմ ընդգծում, թող մարդիկ էլ լսեն եւ այն հարյուրավոր հարցերը, որ ինձ ուղղում են, այլևս չուղեն։ Սիրելի հայրենակիցներ, Գրիգոր Լուսավորչի գահը զավթած անձնավորությունը ինձ համար Կտրիչ Ներսիսյան եւ շարունակում է մնալ Կտրիչ Ներսիսյան։ Ինչ վերաբերում է հարցի լուծմանը, այո, հոգեվորականներ, բարձրաստիճան հոգեվորականներ միացել են։ Մի փոքրիկ բացահայտում նաև ձեր եթերից անեմ։ Հոգևորականների մեծ մասը, ճնշող մեծամասնությունը, ովքեր որ գտնում են, որ պետքա Կտրիչ Ներսիսյանը օր առաջ հեռանա, տեմպերից դժգոհ են։ Եվ ես ինքս էլ դժգոհ եմ։ Ես մարդ եմ, ով ականջալուր է եղել Հայաստանի Հանրապետության վարչապետ այլևս երևի թե ոչ թե հավատացյալ, որովհետև արդեն իբրև վարչապետ է ինքը դրել ստորագրությունը պարոն Փաշինյանը, ուստի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով մի քանի անգամ մասնակցել եմ պատարակների։ Առաջինը եղել է Սուրբ Սարգիս եկեղեցում։ Միացել եմ, մասնակցել եմ, հույսով լինելով, որ Կտրիչ Ներսիսյանի խնդիրը հաշված օրերի, գուցե ժամերի ընթացքում հնարավոր է լուծել եւ լուծելի է։ Ցավոք սրտի ես նկատում եմ, ես ինքս այդ process-ի մեջ մտնելուց առաջ, հրապարակային խոսք ասելուց առաջ մի նպատակ եմ հետապնդել եւ շարունակում եմ այդ նպատակը հետապնդել։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցին, մեր սրբության սրբոցը, պղծության սիմվոլներից եւ հովանավորներից ազատելը։ Եկեղեցին առողջացնելը, իբրև հավատացյալ։ Եվ խնդիր եմ դրել իմ առաջ որևէ պարագայում դա չքաղաքականացնել, որքան էլ որ ֆիգուրները, որոնք պղծում եւ պղծության հովանավորներ են եկեղեցում հանդիսանում, քաղաքականացված են։ Չքաղաքականացնել որևէ պարագայում, որևէ քաղաքական ուժ դաշտում գործող թող դա իր վրա չքաշի, որևէ քաղաքական ուժ թող չփորձի եկեղեցում կամ եկեղեցականներին կամ ինստիտուտը որպես այդպեսին ներքաշել քաղաքականության մեջ կամ սրտի քաղաքական ուժեր ունենալ։ Սա անթույլատրելի է։ Այս համատեքստում ես էլ եմ դժգոհ տեմպերից եւ ակնկալում եմ, որ այդ հարցն էլ պետք է շուտապույտ լուծում ստանա։ Հակառակ պարագայում նկատում եմ ելի միտում, որ օրվա իշխանությունը խնդիր է դրել իր առաջ Կտրիչ Ներսիսյանի լեգիտիմ հերացման օրակարգը, դա լեգիտիմ օրակարգ է, այդ օրակարգը պետք է անհապաղ հրատապության կարգով սպասարկվի։ Խոսքա գնում Հայաստանի Հանրապետության դեմ աշխատանքի մասին, ամենաբարձր մակարդակով իդեպ վարչապետի մակարդակով, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության սպառնալիքի մասին,
Այդ համատեքստում կներեք երկար, բարակ, մտածելու կարիք չկա, պատարակ գնալ, աղոտ քանել, չոքել, թողություն խնդրել, դրա հետ կապ չունի, պարոնայք։ Հայաստանի Հանրապետության շահերի դեմ գործող մարդ եթե կա այս երկրի ներսում, վզից բռնած իրավապահները պետք է ներկայացնեն դատական իշխանության։ Վզից բռնած, ով ուզում է լինի, ինչ կարգավիճակ ուզում է ունենա։ Հիմա ինչի մասին է խոսքը։ Մենք հայտարարում ենք, դուք հայտարարում եք, մենք էլ ձեզ հաջորդում ենք, տո մեր ականջին էլ է շատ բան հասնում, ԿԳԲ ագենտ է ախպերը։ Ինքն էլ կապեր ունի, զեկուցում է լեյտենանտին, ավագ լեյտենանտին, չգիտեմ ում։ Բա կներեք էլի, բա ինչ է անում Բեհարանում։ Այլ ինչ անում առհասարակ ազատության մեջ։ Կարելի է պարզելու հասկանալ։ Ինչի համար այս ամեն ինչը։ Գիտեք, մարդիկ հոգնել են։ Ամեն ինչ ասված է կտրիչի մասով։ Կտրիչ Ներսիսյանի մասով ամեն ինչ ասված է։ Շատ բան չկա ասել։ Մարդիկ լուծում են ուզում տեսնել։ Շուտափույթ լուծում, որովհետև մարդկանց ամենանուրբ լարերի վրա չի կարելի այսքան երկար խաղալ։ Ուղղակի չի կարելի խաղալ։ Այդ պատարակները, այդ գրպանային տերտերները կտրիչի, այդ եկեղեցու թեման շահարկելը, դնել, վերցնելը, քաղաքականացնելը, աշխարհաքաղաքական աստար տալը մեզ ավելի է, մեր ժողովրդին, մեր հայրենակիցներին ավելի է հեռացնում եկեղեցուց։ Ու դա մեզ պատիվ չի բերում։ Ու մենք պետքա Կտրիչ Ներսիսյանի հարցը շուտափույթ կերպով լուծենք։ Կրկնում եմ, հոգևորականության շրջանում եւս այդ դժգոհությունը կա, արտահայտվել է, անձամբ իմ հետ մի քանի հոգևորականներ անգամ կիսվել են եւ մոտ օրերս ես նաեւ պատրաստվում եմ նրանցից մեկի հետ լրատվամիջոցներից մեկի առաջ հանդես գալ հայտարարություններով։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Սա օրվա թեման էր, իմ զրուցակիցը քաղաքագետ Հարություն Մկրտչյանն էր, կհանդիպենք առայժմ։